Սերժիկ Ավետիսյանը կյանքի ուսուցիչ Աստվածաշունչն է համարում։ Ծանր հոգեվիճակում հայտնվելիս եկեղեցի է գնում Մոնվառում։ Մեր երկրի առաջընթացը բոլոր ոլորտներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտով է պայմանավորում։ Կյանքում ամենաշատը տպավորվել է, երբ 1988-ին Մոսկվայում ուսանելու տարիներին հայկական եկեղեցի է ցանկացել մտնել եւ բարետը թույլ չի տվել։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում օր 6-րդն է եւ մեր այսօրվա զրուցակիցն է Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը։ Ողջույն ձեզ, պարոն Ավետիսյան։ Բարև եկեք։ Մեր հասարակությունը, երկիրը, ազգաբնակչությունը առաջնորդվում է քրիստոնեական արժեհամակարգով։ Եվ ըստ այդ արժեհամակարգի երկրի բարեկեցությունը, խաղաղությունը, նաև բարգավաճումը մեծապես պայմանավորված է դատական համակարգի անկախությամբ, կայունությամբ, զորեղությամբ եւ իր առաքելությունը ըստ արժանվույն կատարելով։ Ինչքանով են կարողացել հաղթահարել խորհրդային շրջանում մեր մեջ արմատացած որոշ արատավոր երևույթները, որ առկային դատական համակարգում, հատկապես նկատի ունեմ դատական համակարգի կախվածությունը գործադիր իշխանությունից։ Ձեր հարցադրումները շատ կարևոր են եւ ակտուալ, որովհետեւ ապրել ենք մի մեծ պետության ներքո, երբ իրավական մշակույթը, տրադիցիաները տարբեր են եղել, տարբեր հանգամանքներով պայմանավորված եւ անկախությունը ձեռք բերելուց հետո խնդիր դրվեց Հայաստանի Հանրապետությունում անցնել, ընդունել, մշակել լրիվ նոր օրենսդրություն, ձևավորվեցին պետական բոլոր կառույցները, ինստիտուտները, իշխանության բոլոր ճյուղերը, այդ թվում դատական, եւ եթե համեմատենք նախկին սովետական դատական համակարգում արկա խնդիրները եւ այսօր Հայաստանում գործող, ապա տարբերությունը պոզիտիվ դրական առումով շատ մեծ է եւ զգալի։ Օրենսդրության շրջանակներում Խորհրդային Միության դատական համակարգը այն աստիճանի անկախ եւ անկողնական չէր, մեխանիզմները հստակ չէին։ Բավարար ասել, օրինակ, որպես համեմատություն արդարացման դատավճիռները, որպես արդարադատության հայելի քանի տոկոսն են կայացում, ասենք, այդ տարիներին եւ համեմատենք ներկայիս դատական համակարգի գործունեությունը 1976-ից 82 թվականների այդ 6 տարվա մեջ ոչ մի արդարացման վճիռ չի եղել Խորհրդային Միությունում։ Ես հիմա չեմ հիշում, բայց ինքս աշխատելով նաեւ սովետական դատական համակարգում, այնուհետև 91 թվականից ի վեր մինչ օրս Հայաստանի դատական համակարգում ինչ որտեղ միգուցե ինձ համար հեշտ է համեմատել, համեմատություններ, զուգահեռներ անցկացնել, այդ թվում իմ կողմից կայացված դատական ակտերի եւ անկախ լինելու այսպես առումով կարող եմ վստահ ասել, որ մենք հայ դատավորներս այդ առումով շատ առաջ են գնացել, սակայն դա անշուշտ չի նշանակում, որ այն աստիճանի անկախ ենք, որ դրանով անշուշտ ձեռքբերումները չեն սահմանափակվում, դա հավերժ հիմնահարց է անկախություն ձեռք բերելը, բայց կուզենայի հատուկ ընդգծել, որ դատավորը բացարձակ անկախ չի կարող լինել դատարանը։ Օրենքն ասում է դատավորը անկախ է եւ ենթարկվում է օրենքին։ Այո։ Դատավորը կախված է միայն օրենքից։ Այո։ Միայն բանը, որ մենք կարող ենք ֆիքսել, այո, ըստ օրենքի դատավորը կախված է սահմանադրությունից, օրենքներից, առավելևս միջազգային իրավական փաստաթղթերից, կանցում արտացոլված իրավադրույթներից, բայց դատավորի անկախությունը պետք է դիտարկել նաև այն առումով, որ Աստվածն է դատավորը, Աստվածն է օրենսդիր մարմինը, Աստվածն է Տերը, ինչպես ուրվագրված են Աստվածաշնչում, այնպես որ այդ առումով նախ եւ առաջ դատավորը հաշվետու է Աստծո առջև, այսինքն այդ առումով
կարծում եմ, որ եւ օրենսդրությունը եւ իրավակերար պրակտիկան հենց այդ ուղղությամբ մշակելու, տանելու առաջ այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք, նկատի ունեմ եւ օրենսդրության օրինակ նույն քրեական օրենսգրքի բարոյե հոգեբանական ասպեկտները, քրիստոնեական ակունքների եւ իրավակերար մարմնի ներկայացուցիչը անշուշտ պետք է օժտված լինի այն աստվածային հատկություններով, որոնք որ Աստվածն է շնորհել լինել արդար, լինել ազնիվ, անաչառ, մարտասեր, որովհետև ինչպես հայտնի է, բարոյականությունն է, որ արժանապատվության, բնական այլ իրավունքների հենքն է, հիմնասյունն է, եւ մյուս կողմից բարոյականությունն է, որ հնարավորություն է տալիս սահմանազատել պատշաճ վարկագից, այսպես ասենք, ոչ պատշաճ, այդ թվում քրեորեն հետապնդելի արարքներից։ Դուք բավական հետաքրքիր եւ գեղեցիկ բնորոշումներ արձարբերեցիք դատավորի անձի հետ կապված։ Աստծո խոսքը դատավորի անձի վերաբերյալ, որպեսզի այն ընտրվի, հստակ 3 կարևոր հատկություն է մատնանշում. աստվածավախություն, արդարադատ լինել եւ անշահախնդիր, անկաշառ լինել։ Այդ դատավորի անձը մեր պրակտիկայում ինչպես է ընտրվում։ Նախ դատավորը մի կողմից սովորական քաղաքացի է, այսինքն օժտված է բոլոր հատկություններով, որ բնորոշ է մարդուն, այսինքն մարդը, ինչպես ընդունված ասել, մարդու էությունը կայանում է հասարակական ողջ հարաբերությունների միասնության համակցության մեջ, միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ դատավորը հատուկ առաքելություն իրականացնելու խնդիր ունի, դատարանը դատավորը ցանկացած երկրում, ցանկացած հասարակության մեջ, ուստի եւ ներկայացվող պահանջներն էլ տարբերվում են սովորական քաղաքացիներին ներկայացվող բարոյական եւ այլ հատկություններից, եւ այդ չափանիշները նախատեսված են օրենսդրությամբ, ոչ միայն ֆորմալ, այսինքն կրթություն ունենալը, համապատասխան տարիքի հասնելը, այլ դատավորը, ինչպես դուք նշեցիք, պետք է օժտված լինի վերենշված եւ այլ հատկություններով, հակառակ դեպքում ի սկզբանե ակնկալել պրոֆեսիոնալ, ազնիվ, անաչառ արդարադատություն չի կարելի, որովհետեւ շատ կարեւոր է, այո, արդյոք դատավորը, ում նշանակում են համապատասխան պաշտոնի, համապատասխանում է այդ հատկություններին, օրենսդրության պահանջներին եւ պատական չէ մենք մշակել ենք եւ գործում է դատավորների էթիկայի կանոնները, այսինքն դա նշանակում է, որ դատավորը ելնելով իր հատուկ, այսպես ասած, սոցիալ-իրավական կարգավիճակից կլինի աշխատանքի վայրում արդարադատություն իրականացնելիս, կլինի դա դրսում, փողոցում, ընտանիքում, ամենուրեք։ Որևիցե մի երկրի ինքնիշխանությունը պայմանավորված է նրա օրենքով, թե ինչքան այդ օրենքը կա եւ գործում է։ Մի կողմից երկրի փրկիչները կամ պահապանները արտաքին թշնամու զինվորներն են լինում, եւ մյուս կողմից, երբ որ ներքին թշնամուց պաշտպանվում են օրենքները եւ պաշտպանները տվյալ պարագայում արդեն դատավորներն են։ Հետևաբար դատավորներ եւ զինվորներ այս առումով ունեն ինչ որ իմաստով նաեւ փրկչական դերակատարություն։ Անշուշտ դա այդպես է եւ ժամանակակից պայմաններում շուկայական հարաբերությունների զարգացման եւ այլ զարգացումների հասկանում ենք եւ համոզվում ենք, որ դատական իշխանության դերը շատ կարևոր է։ Այո, դրանից է կախված եւ բուն արդարադատության վիճակը, այսինքն երբ արկա է սոցիալական վեճ եւ այդ վեճը լուծելու համար օրենքի շրջանակներում կողմերը դիմում են դատարան եւ առհասարակ երկրի հասարակության զարգացումը չի կարող լինել, եթե դատական համակարգը, արդարադատությունը պատշաճ մակարդակի վրա չէ։ Դուք ձեր խոսքում հիշատակեցիք դատական համակարգ, դատական իշխանություն, բառակապակցությունները բոլորս հիշում ենք, որ խորհրդային տարիներին
եւ սահմանադրությամբ եւ օրենքներով դատական իշխանություն տերմինը բարակապակցությունները ջերել օգտագործվում եւ դատական իշխանությունը ճանաչված էլ չէր կամ ֆորմալ առումով էլ ճանաչված որպես պետական իշխանության ճյուղ եւ անկախացումից հետո երբ ընդունեցինք մեր սահմանադրությունը, համապատասխան օրենքները, այդ դատական համակարգ եզրույթից մենք անցանք դատական իշխանությանը։ Դուք ձեր խոսքի մեջ նշեցիք, որ դատավորը մարդ է եւ կարևոր է նրա անհատական անձնական որակները եւ աշխատանքի վայրում, դատարանում եւ նաեւ դատարանից դուրս իր առօրյա կյանքում մարդկանց հետ հարաբերվելիս։ Դատավորի գործառույթը դատելն է։ Դատել դրական եւ կամ բացասական ելքով, այսինքն արդարացնելու կամ պատիժ սահմանելու ելքով։ Սովորական մարդկային հարաբերությունների մեջ այդ դատելը սովորություն չի դառնում։ Դատավորի աշխատանքը իրականում շատ դժվար է։ Իհարկե հեշտ աշխատանքներ չկան, բայց հասկանում ենք, որ դատավորի գործունեությունը կապված է մարդկանց ճակատագրերի հետ, կարելի է նույնիսկ համեմատել, ասենք, դատավորի եւ վերաբուժի գործունեությունը, օրինակ չեմ թաքցնում, լինում այդպես, երբ աշխատանքից հետո գալիս ես տուն, երեխաներ, ընտանիք եւ հաճախակի նաեւ կիսվում ես ընտանիքի անդամների հետ, անկախ դրանից չափահաս են, թե անչափահաս են, ինչպիսի գործ է եղել քո վարույթում, ինչպիսի որոշում ես կայացրել եւ հետաքրքիր է երբեմն լսել ընտանիքի անդամների, այդ թվում երեխաների կարծիքը եւ ինչն է հետաքրքիր, որ անտարբեր չեն, այդ թվում ուսանողության, ինքս նաեւ դասավանդելով տարբեր պետական բուհերում, անշուշտ շատ կարեւոր է մեր ապագա սերունդի ուսանողության կարծիքը եւ արտարադատության գործունեության եւ ծառացած խնդիրների, այնպես որ շատ բարդ պատասխանատու աշխատանք է եւ ամենակարևորը, որ դու խղճով լինես, արդար լինես, ազնիվ, օբյեկտիվ լինես, որպեսզի նրանք, ովքեր դիմել են եւ սպասում են այդ վճռին, համոզված լինեն, որ կայացվել է իսկապես արդարացի ճիշտ որոշում։ Ես օրինակ հիշում եմ, երբ ինձ նշանակեցին դատավոր, դեռևս 25 տարեկան էի, ընտանիք չունեի, այդ առումով թեև օրենքը թույլատրում էր այդ տարիքում նշանակել դատավոր, բայց անշուշտ դժվար է, որովհետև երբ չունես կյանքի հարուստ փորձ, անշուշտ դա կարող է բացասաբար անդրադառնալ քո հիմնական գործունեությանը։ Մենք որպես քրիստոնյաներ Աստծուց տրված այդ միակ աղոթքը մշտապես արտասանում ենք, երբ աղոթում ենք տերունական աղոթքը Հայր մերը, որի կենտրոնական տողերից մեկը եղիցին կամք քո որպես հերկինս եւ հերկրի։ Տիրոջ կամքը խնդրում ենք, ոնց որ երկնքում է կատարվում, այնպես էլ կատարվի երկրի վրա։ Որպես դատավոր վճիռը կայացնելիս գոնե մտովի հաշվի նստում եք Աստծո կամքի հետ։ Արդյոք Աստված կուզեր, որ այսպես լիներ։ Ձեր կամքը համապատասխանեցնում եք մարդկային կամք, աստվածային կամքի հետ։ Դուք շատ բարդ հարց եք տալիս եւ իրականում այդպես պետք է լինի կամ պետք է ձգտենք, որ այդպես պետք է լինի մենք դատավորներս, բայց կարող եմ ասել, որ կրկնվեմ, որ ամենակարևորը, որ դատավորը արդարադատություն իրականացնելիս չգնա նաև իր խղճի դեմ, այսինքն այն որոշումը, այն վերջնական որոշումը, որ կայացնում է, պետք է գիտակցի, որ համոզված լինի, որ բխում է, չի հակասում նախ օրենսդրությանը, որ ոչ միայն վերջնական որոշումը, այլ ընդհանրապես դատավորի վարքագիծը, հատկապես դատական նիստերի ժամանակ արդարադատության իրականացնելիս վերաբերմունքը դատավարության մասնակիցների նկատմամբ, այն քաղաքացիների, ովքեր ունկնդրում են, ասենք, դատական նիստը, պիտի այնպիսին լինի, որ իր ողջ գործունեության արդյունքում փորձի ձգտել այն բարձրունքին, որ դուք նշեցիք, դա ես կասեմ մեր դատավորների բարոյե հոգեբանական, քրիստոնեական պարտականությունն է,
այդպիսին լինել արդարադատություն իրականացնելիս։ Բայց այստեղ շատ կարևոր են կոնկրետ անհատի դատավորի եւ մասնագիտական տվյալները եւ ունեցած փորձը եւ ինչու՞ չէ օրենսդրական բազում բացերն ու հակասությունները, որ միշտ չէ որ դատավորը թեև պարտավոր է բոլոր դեպքերում օրենքի շրջանակներում ճիշտ որոշում կայացնել։ Ուզում եմ ասել, որ հարցը բազմակողմանի, բազմաշերտ է եւ պայմանավորված է մի շարք գործոններով։ 5 տակարանում ասվում էր ատամննդատաման, ակննդական, ատամննդատաման։ Այս համարժեք փոխհատուցման հարցն էր դրված։ Արդեն նոր կտակարանում մտավ ներողամտության գաղափարը, որ աչքի փոխարեն պետք չի աչք, ատամի փոխարեն պետք չի ատամ, սակայն մենք ունենք ընդամենը մի արտահայտություն, որը թվում է թե փոխադարձ կամ համարժեք փոխհատուցում է, հենց նոր կտակարանյան ընկալման մեջ։ Դա դատաստանի հետ է առնչվում։ Ասում ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ դատվելու եք։ Եվ սա մեծապես վերաբերում է երևի այն մարդկանց, ովքեր առնչություն ունեն դատաստանի դատելու եւ եթե տեղափոխենք սա դատական արդարադատության համակարգ։ Այ ինչպես է իրականացվում այն դատավորի նկատմամբ վերաբերմունքը, որ օրենք է խախտել կամ արդարադատության իրականացնելիս ճիշտ չի առաջնորդվել։ Դատավորների պատասխանատվության եւ ես կասեմ ընդհանրապես սոցիալական պատասխանատվության, այդ թվում իրավական պատասխանատվության հիմնախնդիրը շատ կարեւոր է։ Անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից, դատավորների հետ կապված պատասխանատվության խնդիրը նույնպես իր առանձնահատկությունները ունի։ Մի կողմից այո, դատարանը անկախ է եւ ենթարկվում է միմիայն օրենքներին, բայց դատավորն էլ, այսպես ասած, որպես մարդ կատարում է կոնկրետ աշխատանք եւ սխալներ թույլ է տալիս եւ դա բնական։ Այլ հարց է թե այդ սխալները թույլ տալու դրդապատճառը կամ սխալների բնույթն ինչու է արտահայտվում եւ պատահական չէ կան բազմաթիվ նույնիսկ միջազգային իրավական փաստաթղթեր, ասենք 85 թվականին ընդունված դատավորի կարգավիճակի մասին եվրոպական խարտիան, որտեղ ասվում է դատավորի պատասխանատվության մասին։ Եթե անդրադառնանք գործող Հայաստանի օրենսդրությանը, ապա այս հարցը մասնավորաբար տարբեր օրենքներով դատական օրենսգրքում այդ հարցը լուծված է, գիտեք, գործում Հայաստանի Հանրապետությունում արդարադատության խորհուրդ, որը կոչված է նաև քննության առնել դատավորին տարբեր տեսակի պատասխանատվության ենթարկելու համար, սկսած էթիկայի վարքագծի կանոնները խախտելուց մինչև ընդհանուր պաշտոնական լիազորությունների դադարեցում։ Այս ամենը նախատեսված է օրենքով եւ յուրաքանչյուր դատավոր գիտակցում է, որ թույլ տրված խախտումների համար կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվել կարգապահական տուժի, այլ պատասխանատվության, բայց այստեղ կուզենայի ընդգծել մի կարևոր բան, որ ամեն մի սխալ չէ, դատական սխալ չէ, որ հիմք է տալիս դատավորին պատասխանատվության ենթարկելու, որովհետև թույլ տալով դատական սխալներ, դրա համար կան համապատասխան դատական ատյաներ եւ բողոքների համապատասխան բողոքների արկայության դեպքում դատական մարմինները վերադաս կարող են շտկել։ Այսինքն ինքնին վերցված դատական սխալը դեռևս հիմք չէ պատասխանատվության ենթարկելու, այդ առումով օրենսդրությունը հստակ կանոններ է մատնանշել, որ խախտումը մասնավորաբար պետք է լինի կոպիտ, էական, այսինքն այդ օրենքի խախտման հետևանքով անձը, ասենք, զրկվել է իր կամ կարող էր զրկվել հիմնարար իրավունքներից եւ այլ, այսինքն հաճախակի դա գնահատողական եզրույթ է, հասկացություն, թե կոնկրետ դեպքում նույնիսկ երբ դատավճիռը բեկանվել կամ փոփոխվել է, հաճախակի մենք ականատես ենք, երբ հարց է բարձրացվում պարտադիր դատավորին պատասխանատվության ենթարկել, այստեղ որ կրկնում եմ, որ դատավորը այո, եթե թույլ է տվել խախտումներ եւ հիմքեր կան
պատասխանատվության ենթարկելու, անխուսափելիորեն պետք է ենթարկվի պատասխանատվության։ Եվ հակառակ դատավորը արդարադատություն իրականացնելով պետք է վստահ լինի, որ ամեն մի խախտում չէ, ամեն մի սխալ չէ, այդ սխալը կրկնում եմ պետք է էական լինի, որ կարող է պատասխանատվություն առաջացնել։ Հակառակ դեպքում, եթե մենք ղեկավարվենք այն կանխավարկածով, որ եթե այնուամենայնիվ թույլ է տրվել սխալ, ասենք ապացույցները գնահատելու հետ կապված, որը հայցողականը եւ յուրաքանչյուր իրավակերար մարմին ինքն է որոշում ապացույցների հիման վրա, գնահատման հիման վրա, ինչպես որակի արարքը, մի դատավորը ինքն է որոշում իր իրավագիտակցությունից ելնելով, թե ասենք պատժաչափը ինչպիսին պիտի լինի, որ արդարացի պատիժ նշանակի, սակայն նույն գործի հանգամանքների պարագայում դատավարության այլ մասնակիցները կամ նույնիսկ տարբեր դատավորները նույն գործի շրջանակներում կարող են իրարամերժ դիրքորոշում հայտնել, այլ մոտեցում, լրիվ հակառակ մոտեցում ունենալ, որովհետև իրավունքը, օրենքը այսպես հնարավորություն տալիս է նաև այդպես վարվել, առավել ևս եթե օրենքում կան բացեր, առավել ևս եթե այս կամ այն իրավական հարցը տարբեր կերպ կարելի է ընկալել, մեկնաբանել, սակայն կարևոր այն է, որ պատասխանատվության առումով այդ ինստիտուտը լիարժեք գործի եւ որ յուրաքանչյուր դատավոր պետք է իմանա, որ եթե թույլ է տալիս կոպիտ էական խախտումներ, ապա անշուշտ կենտարկվի պատասխանատվության եւ այս առումով եթե նույնիսկ համեմատենք ներկայիս վիճակը դատավորներին պատասխանատվության ենթարկելու, ընդհանուր նաեւ հետ կանչելը զբաղեցրած պաշտոնից եւ համեմատենք խորհրդային միության տարիների հետ, վկտեսնենք, որ այս առումով էլ ձևավորված ինստիտուտներ արդարադատության խորհուրդը արկա բազմատիվ խնդիրներով հետ մեկտեղ այնուամենայնիվ դրական աշխատանք է կատարում, ինչը շատ կարևոր է ոչ միայն դատավորների համար, այլ հանրության համար։ Դատարանը կոչված է արդարադատություն իրականացնելիս մարդուն դեպի մաքրագործում ուղղորդել։ Մեզ մոտ գիտենք, որ արդարադատությունը մի ամբողջ համակարգ է, որի մեջ մտնում են եւ դատական իշխանությունը, մյուս կողմում մեր քրեակատարողական հիմնարկները, որտեղ մարդիկ իրենց պատիժն են կրում, կամ նաեւ ունենք այլ ընտրանքային պատժի ձևեր։ Բնականաբար առանձին են իրարից։ Ինչ կարծիք ունեք, ինչպես պետք է իրականացվի պատիժը պետք է մարդուն տանի կործանման, պատիժը մարդուն պիտի տանի ավելի հանցանքի մեջ խորացման, թե մաքրման, ուղղման, վերափոխման։ Մի կողմից անշուշտ այն անձի նկատմամբ, ով ասենք կատարել է քրեորեն հետապնդելի արարք եւ դատարանի դատավճռով, օրենքի պահանջների պահպանմամբ դատապարտվում է, պետք է նշանակվի արդարացի պատիժ։ Արդարացի պատիժ նշանակելը նախատեսված է քրեական օրենսգրքում որպես ինքնուրույն, կարևորագույն սկզբունք, ես կասեի սկզբունքների սկզբունքն է արդարացիությունը եւ պատժի մասով եւ ոչ միայն պատժի մասով, այլ արդարացի նախ պետք է լինի ինքը օրենքը, քրեական օրենքը, իր մեջ նորմերը կառուցելիս, հանցակազմեր, արարքները քրեականացնելիս կամ ապաքրեականացնելիս պետք է հաշվի առնել բազմաթիվ գործոններ եւ պատմական, եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ փիլիսոփայական, քրիստոնեական, բարոյահոգեբանական եւ այլն։ Դրանից ելնելով կարևոր ինչպես հայտնի է պատժի խստության մեջ չի։ Մի կողմից պատիժը կարող է ակնհայտ խիստ լինել, մյուս կողմից պատիժը կարող է ակնհայտ մեղմ լինել։ Կարևորն այն է, որ պատիժ նշանակվի այնուամենայնիվ այնպիսի պատիժ, որ հասնի օրենքով ամրագրված նպատակներին։ Մասնավորաբար այդ նպատակներն են մի քանիսն են, որ ամրագրված են օրենքում, այդ թվում սոցիալական արտարության վերականգնումը, հանցագործությունների կանխումն եւ այլն։ Այս սոցիալական արտարության վերականգնման սկզբունքը, որ առաջին անգամ նախատեսվեց եւ
մեր 2003 թվականին նոր քրեական օրենսգրքում ընդունված եւ ապա շատ երկրների այդ սկզբունքը դրվեց նույնիսկ տեսաբանների եւ պրակտիկ աշխատակիցների մեջ մինչ օրս էլ վեճ կա արդյոք սոցիալական արդարության վերականգնումը պետք է դիտել որպես քրեական պատժի նպատակ դա շատ բարդ հարց է այն առումով որ թվում է թե այո պիտի լինի Եվ ես կողմնակից եմ, որ այդ սկզբունքը ոչ միայն պետք է պահպանվի, այլ զարգացվի, իսկ խնդիրը կայանում է նրանում, որ օրինակ, ասենք, եթե կատարվել է գողություն, սեփականության դեմ ուղղված հանցագործություն, սոցիալական արդարությունը վերականգնելու առումով կարող ենք հասկանալ եւ դուժողին հասցված նյութական վնասի վերականգնումը, բազմաթիվ այլ հանգամանքներ, մեղմացնող, ծանրացնող հանգամանքներ բայց ինչպես հասնել այդ սկզբունքին իրագործել եւ արդյոք դա հնարավոր է եթե կատարվում է մեկ այլ արարք ամենածանրագույն ոչռագործությունը երբ ոտնձգությունը մարդու կյանքի եւ առողջության դեմ այս տեսանկյունից հասկանում ենք որ ամբողջությամբ վերականգնել սոցիալական արդարությունը հնարավոր չի սակայն դա չի նշանակում որ այս տեսակի մարդու դեմ ուղղված կյանքի առողջության հանցագործությունների համար նախատեսված եւ նշանակվող պատիժները չպետք է լինեն արտարացի։ Այնուամենայնիվ օրենք այդ չափորոշիչները տվել է։ Ինձ հետաքրքիր է երկրորդ փուլը։ Հիմա այդ նույն գողություն կատարող անձը կամ կատարած անձը պատիժը ստացավ։ Է պատիժը կրելուց հետո նորից կգնա գողություն կանի։ Դրանով մենք հասարակության ինչ օգուտ տվեցինք, այդ մի քանի տարին մեկուսացրեցինք այդ վտանգը, չեզոքացրեցինք այդ վտանգը։ Նախ մենք պիտի ճիշտ ախտորոշենք, այսպես ասենք, թե տվյալ անձը ինչ է կատարել։ Այ երբ ասում ենք սոցիալական արդարություն եւ այլ նպատակների մասին, որ խոսում է քրեական օրենսգրքում, նաեւ պետք է նշենք շատ մի կարեւոր հանգամանք։ Մինչեւ պատիժ նշանակելը նախ պետք է ողջենք, արդյոք կատարված արարքը հանցագործություն է թե ոչ։ Արդյոք այդ արարքը իր մեջ պարունակում է մեղսագրված արարքի բոլոր հատկանիշներն ու տարրերը։ Այսինքն, հալկերպ ասած, պետք է հստակ ելնելով գործի հանգամանքներից մենք արարքին ճիշտ իրավաբանական գնահատական տանք։ Այսինքն, հանցավորն ու ոչ հանցավոր վարկագիծը սահմանազատենք, որտեղ քիչ չեմ դեպքեր, երբ արարքում կարող են հանցակազմի այս կամ այն հատկանիշները լինել, բայց այնուամենայնիվ արարքը հանցագործություն չլինի։ Դիտավորությունը այլ լինել։ Այսինքն, երբ դատարանը կգտնի, որ տվյալ արարքը հանցագործություն է եւ ենթակա է որակման այս կամ այն նորմով, նոր դրա հիման վրա պարտավոր է նշանակել արդարացի պատիժ, նույնիսկ վերցնենք խապաման միջոցը, կալանքը։ Օրենսդրությունը պետք է գնա զարգանա այն ճանապարհով, որ նույնիսկ օրենքում, այստեղ ես կասեի դատարանի հայցողության շրջանակները պատժի հարցում պետք է հնարավորինս կապված լինեն օրենքի հետ։ Այսինքն խոսքս ինչին է վերաբերվում։ Եթե անձը կատարել է գողություն, ասենք նախատեսված է համապատասխան պատժատեսակ եւ պատժաչափ, որն է այն չափանիշը, որ դատավորը մի դեպքում կարող է նշանակել ազատազրկում սանկցիայի շրջանակում։ Որոնք են այն հիմքերը, չափորոշիչները, որ դատավորը կարող է սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժը ընտրի։ Որ դեպքում է, որ դատավորը կարող է, այսպես ասած, քրեական օրենսգրքի 70 հոդվածը կիրառի, այսինքն փորձաշրջանով։ Որ դեպքում է, որ դատավորը կարող է կիրառել մեկ այլ կարևոր դրույթ, որը կոչվում է նախատեսված պատժից ավելի ցածր պատիժ քրեական օրենսգրքի 64 հոդվածը կիրառել։ Այսինքն, այս հարցերի պատասխանը իրականում քրեական օրենսգիրք այսօր չի տալիս։ Այլ ընդհանրապես ասում է, որ պատիժը պետք է արտարացի լինի, այսինքն համապատասխանի հանցանքի ծանրությանը, համբաստանյալի անձնավորությանը եւ գործի հանգամանքներին։ Կգա մի ժամանակ առաջիկայում մեր դատական համակարգի զարգացման, բարեփոխման, աստիճանական ճանապարհի մի հանգրվան, երբ մենք կարողանանք գործող բարձրաստիճան պաշտոնյայի օրենքը խախտելու համար դատարան կանչել։ Ինչպես օրինակ նկատում ենք եվրոպական շատ երկրներում, որտեղ այսպիսի օրինակ նաև մենք Սուրբ գրքից ունենք, երբ Իսրայելի առաջի թագավոր Սավուղը դատավոր Սամուելի կողմից գահանքեց արվեց եւ
նրան փոխարինեց Դավիթը, որը պետությունը հասցրեց իր բարձրակետին։ Այսինքն սրանով նաև ցույց է տրվում, որ ամեն դեպքում եւ գործադիր եւ օրենսդիր իշխանությունները մեծապես կախված են դատական իշխանությունից եւ հենց նրանց առողջ գործունեությունը պայմանավորված է դատարանի անկախությունից եւ դատարանի անաչառությունից։ Այդպիսի հույս ունենանք։ Նախ այս հարցին պատասխանելու համար փորձենք դարձյալ զուգահեռներ անցկացնել խորհրդային տարիներում ինչպես էր դրված այդ հարցը եւ այսօր։ Եվ ես դες կարող եմ ասել, որ այսօր բավարարը մենք հետևենք տարբեր դատավարական process-ներին, նիստերին եւ տեսնենք, որ երբ դատավորները անկաշկանդ հրավիրում են դատարան եւ հարցաքննում, ասենք որպես վկա, նաեւ տարբեր պաշտոնյաներին։ Ես չեմ կարծում, որ այսօր մեր դատարանները կաշկանդված են այդ առումով, երբ կրկնում եմ, բազմաթիվ գործեր կարող ենք կայակոչել, մի կողմից երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ նախ քրեական հետապնդումներ են իրականացվում օրենքի շրջանակներում եւ հետագայում էլ դատապարտվում կամ արդարացվում, բայց մյուս կողմից քիչ չեն դեպքեր, երբ կրկնում եմ դատարանը բարձրաստիճան պաշտոնյայի, վարչության պետեր, ավելի բարձր եւ այլ հրավիրումը որպես վկա, ասենք, կամ եթե դժողը որպես դժող հարցաքննումը, դա նորմալ, այսպես ասած, երևույթ է եւ այդ առումով էլ բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ եթե դատարանը այդպիսի որոշումը կայացրել, բոլորը պետք է հարգեն։ Մենք հաղորդման վերջում 3 ավանդական հարցեր ունենք։ Ինչ է ձեզ համար երջանկությունը։ Ինձ համար երջանկությունը դա նախ որ բնությունը Աստվածը պարգևել է մարդուն, իմ ծնողներին, իմ ծնողները ինձ որպես զավակի, ես իմ երեխաներին, երջանկությունը այն, որ ունես լավ ընտանիք, կայուն ընտանիք, երջանկություն այն, որ ապրում ես խաղաղ։ Հայի դիմագծի այսօրվա ամենաբացասական դրսևորումը։ Հավատք կորցնելը, այսինքն վաղվա օրը չտեսնելը, ապագան չտեսնելը։ Հույսի պակաս։ Հույսի պակաս։ Եվ վերջին հարցը, ինչպես կուզենայիք տեսնել Հայաստանի Ծառաքելական Սուրբ Եկեղեցին։ Ավելի հզոր, ավելի գործունյա, հասարակության հետ, ժողովրդի հետ հավերժ կապը հաստատելու առումով, որովհետև սա միակ ճանապարհն է, որ մենք զարգանալու, ապրելու ճանապարհ ենք կերտում, առանց որի հատկապես մենք հայերս ապագա չունենք։ Շնորհակալություն մեր ավերն ընդունելու, ձեզ էլ անաչառ վճիրներ եւ Աստված թող միշտ ձեզ հետ լինի ձեր վճիրները կայացնելիս։ Շնորհակալություն, Աստված բոլորի հետ լինի։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում օր 6-րդն էր եւ մեր տաղավարում այսօր հյուրընկալել էինք Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանին։ Մնացեք խաղաղության եւ սիրո մեջ։